Մի քանի ամիս է, որ ազգային բարերար հայտնի գործարար Սամվել Կարապետյանը քաղաքական գործընթացներին մասնակցելու, նաև ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, ստեղծվեց քաղաքական ուժը, իսկ վերջերս նաև ձևավորվեց, ստեղծվեց ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը։ Եվ արդեն նախընտրական դաշինք է, այստեղ էլ տեղի ունենում համախմբում, դաշինքի հետ նաև կան ուժեր, որոնք եւ միավորվել են եւ նաեւ օժանդակում են, աջակցում են եւ այս իրավիճակում երեք գիշերը ՔՊ-ն շատ արագ այսպես հայտարարություն տարածեց, բավական ուշ ժամի էր 3, որ արտահերթ նիստ է իրականացնելու խորհրդարանում եւ ընտրական օրենսգրքում փոփոխություն պետք է իրականացվի։ Ես ուզում շատ արագ ներկայացնել, թե ինչ փոփոխության մասին է խոսքը, հետո կվերլուծեք, թե ինչի հետ գործ ունենք, հա։ Ընտրական օրենսգրքի փոփոխություն, այն կուսակցությունները, որոնք ունեն անձնանվան հետ կապված անուններ, այսինքն եթե դաշինք է, ապա անուն կա, անձնանուն կա դաշինքի անվան մեջ, կամ կրում են պետության հետ կապված անուն, ապա չեն կարող մասնակցել ընտրություններին։ Մամը Կրչյան, խնդրեմ ձեր դիտարկումը այնքան ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքին, որտեղ որևէ մեկը մեկ այլ դաշինք կամ կուսակցություն անունով չի հանդես գալիս, չէ, անձնանունով։ Ինչու այսպես հապշտապ խիստ անհանգստացած ՔՊ-ն որոշեց նման որոշում կայացնել, սա ինչ է նշանակում ձեր դիտարկմամբ, պարոն Մկրտչյան։ Արմինե ջան, տեսեք, իմ խորը համոզմամբ, նույնիսկ եթե այս որոշումները չընդունեին, իրենք ամեն ինչ պետք է անեին, որպեսզի առաջատար Սամվել Կարապետյանի թե կուսակցությունը, թե դաշինքի ձևով այդ ձևաչափով մասնակցության իրավունքը ինչ որ ձևով խոչընդոտեին։ Այս պահին հարմար են գտել այդ խոչընդոտումը, որը գիտեք ամենաթողություն է ցանկացած առումով, կլինի մարդու իրավունքների, կլինի ընտրական գործընթացների, բոլորիս հայտնի է, որ նախկինում, երբ որ ընտրական օրենսգրքում որևէ փոփոխություն էր նախատեսվում, դա պետք է ընտրություններից 1 տարի առաջ լիներ, որպեսզի մասնակից ուժերը, հանրությունը պատրաստվեր այդ փոփոխությանը։ Իրենք հապշտապ սա արել են, որովհետև հարցումները ցույց են տալիս, որ առաջատարը Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժն է, եւ երբ որ իրենք մտածում են Սամվել Կարապետյան անուն ազգանունը հանեն քվեթերթիկից, մի տեսակ շփոթ կառաջացնեն, մանավանդ կարծում են, որ հիմա իրենք նույնիսկ կարող է, եթե նույնիսկ դա օրենքը անցնի եւ լինի ուղղակի հզոր Հայաստան դաշինք դիցուկ, իրենք մի այդպիսի եզրույթով մի այլ բան կբերեն, որպեսզի շփոթ առաջացնեն։ Սա ցույց է տալիս իրենց անհանգստությունը եւ կարծում եմ իրենք զգում են իրենց մոտալուտ հեռանալը, ուզում են ամեն ինչ անել, որ եւս մի անգամ մնան, որպեսզի իրենց սև գործը ավարտին հասցնեն։